դուք լսում եք Հետք Podcast-ը, ձեզ հետ ինչպես միշտ Սամսոնն է։ Արդեն գաղտնիք չէ, որ Հայաստանում գրեթե ցանկացած տեսակի թմրանյութ կարելի է ձեռք բերել on-line, քանի որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ փոխվել են նաև թմրանյութերի վաճառքի ձևերն ու մեթոդները։ Հասարակությունում կա տարածված կարծիք, որ թմրանյութերի on-line վաճառքով զբաղվողներին անհնար է հայտնաբերել եւ որ Telegram-ով թմրանյութ գնելը նույնպես ապահով է։ Սրանք իհարկե թյուր եւ սխալ պատկերացումներ են։ Այս էպիզոդում ես եւ հետքի լրագրող Արեն Նազարյանը քննարկել ենք հենց այս երևույթները, քանի որ Արենի նոր հետաքննական ֆիլմը թմրաբիզնեսի մասին է։ Նա պատմել է իր աշխատանքի այս թեմայի մասին հետաքրքիր մանրամասներ, նույնիսկ այնպիսի բաներ, որոնք ֆիլմում չեն ներառվել, այնպես որ խորհուրդ եմ տալիս էպիզոդը լսել մինչև վերջ։ Արենի ֆիլմը հասանելի է հետքի YouTube-յան ալիքում, հղումը կլինի նաև էպիզոդի նկարագրության մեջ։ Իսկ դուք անպայման բաժանորդագրվեք Հետք Podcast-ին, այն հասանելի է Apple Podcast, Spotify եւ այլ հարթակներում ու իհարկե Հետքի YouTube-յան ալիքում։ Գնացինք։ Հետաքննող լրագրողներից Հետք Podcast։ Ողջույն Արեն։ Բարև Սամ։ Արի սկսենք Դավիթ Վան Հոկտեմբերյանի պատմությունից, կանաչու շուկայի հետ Telegram-ում գործող մեծ շուկայից։ Ֆիլմում պատմում ես, բայց արի մի քիչ ավելի խոսենք նրանց բաներից, որոնք որ ֆիլմում միգուցե չես ներառել։ Տես հիմնականում Դավիթ Քլեշյանի մասին շատ ինֆորմացիա չունեմ, ինչը որ ունեմ կարելի ասել կա տեսանյութում ու ինքը ուղղակի էսպես է, որ մինչև հրապարակումն էլ այդ կարծիքը ունեի այդ տղայի մասին ու հրապարակումից հետո արդեն հասարակության որոշատված sense ոնց որ բաժանվեց, մի մասը քննադատում էր Դավիթ Քլեշյանի, մի մասն էլ ասում էր, որ ոնց որ մալադեց այդ տղային, որ կարողացել է այդ հեռավորությունից ասենք ինքը Բելգիա թագավորությունից Telegram ալիքա բացել, հա, ու այստեղ համախմբել է մարդկանց կոնկրետ խմբերի, կոնկրետ անձանց ինչ որ կոնկրետ աշխատանք անելու համար, հա, իսկ մի հոգի զբաղված է եղել չգիտեմ, հա, change անելով, մի հոգի այդ ամբողջ պարտանյութը, սերմերը եւ ինչ անհրաժեշտ աճեցնելու համար կազմակերպել է, որ դա վաճառվի ու տենց մի խումբ էլ օրինակ եղել է, որ աճեցումը կազմակերպի ու բաշխի։ Հետո դե մի մասն էլ վաճառել է, մի մասը ինչ որ դատարանում է, տենց իրանց ստեղծած աշխատել ու այսպեսի համակարգ է ստեղծել։ Իհարկե ինքը Հանցային մեթոդով են գործել կարելի ասել։ Հա, ինքը տենց մի մեծ աշխարհ է կարելի ասել ստեղծել ու դե իհարկե հիմա ինքը ձերբակալված է Բելգիայում եւ Հայաստանը դիմել է որպեսզի իրեն արտահանձնեն Հայաստան։ Ինքը մեղադրում է նաեւ բացի թմրանյութերից արդեն դասալքության համար, քանի որ ինքը զինվորական է եղել, հա, մինչեւ Բելգիա գնալը Հայաստանում ծառայել է զորամասում, զինվորական է եղել ու ուղղակի այդպես մի օր լքել է Հայաստանը եւ ծառայության վայրը նաեւ այդ հոդվածով է ինքը մեղադրվում։ Եթե գա Հայաստան, բացի թմրանյութերի ապօրինի շրջանառություն, նաեւ մեկ այլ քրեական կատարելու մեջ է ինքը մեղադրվում։ Իսկ ասցեր որ Բելգիայում ինքը հիմա ձերբակալված է, այսինքն Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է իրան Հայաստանի պահանջով, թե ինչ որ ուրիշ օրենք է խախտել։ Տես, այսպես է, քանի որ Հայաստանում իրավապահները կարողացել են բացահայտել, հա, ովքեր են կանգնած այդ ալիքի հետևում, մի մասը իհարկե Հայաստանում են կարելի ասել երևի Դավիթն է, որ Հայաստանում չի եղել, մյուսները Հայաստանում այստեղ հողի վրա աշխատել են, հա, գործ են արել, ցրել են, վաճառել եւ այլը։ Ու այդ մարդիկ, որոնք որ Հայաստանում են եղել, մի մասը 10-ից ավել մարդ կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում, ձերբակալվել է, մեղադրվում են հանցագործության համար, դատական process է սկսվել։ Այդտեղ ֆիլմում նաև կար ինֆորմացիա, որ իր բարեկամներն էլ է ներգրավել, բարեկամներին գործընկերներին։ Մի հատված կա, որ ֆիլմում չկա այդ կտորը, բայց մենք ունենք մի ֆոտո, ուրեմն ոստիկանները երբ որ ներխուժել են հերթական բնակարաններից մեկը, հա, այդ խուզարկություն կատարելու համար, քանի որ կասկածվել են այդ մարդիկ, եւ մտածել են որ բնակարանում ինչ որ բան կգտնեն, այնտեղ մտնելու պահին բնակարանում եղած մարդկանցից մեկը Telegram-ով հենց Դավիթ Վան Հոկտեմբերյանի նամակ է գրել, մոտավորապես այսպես է մի քանի տառասխանով բռատ միլիցեքը մտան տուն ու այդ ֆոտոն ոնց որ իմոտ ունեմ, բայց դա չենք ներառել ֆիլմում։ Այսինքն այսպես է եղել, հա, ինչ որ տարբեր մարդկանց ենք ներգրավել եւ ծառայակիցների եւ բարեկամների եւ ուղակի մարդկանց, որոնք ուզեցել են իր հետ համագործակցել։ Նրանց մի մասը արդեն դատական process-ի մեջ է ու մենք այդտեղից ենք, հա, ինֆորմացիայի որպես աղբյուր դա է նաեւ եղել։ Տեսնենք։ Իսկ ոնց են բացահայտել այս ցանցը։
Դա sense ամբողջ բանը ոնց որ ֆիլմի նպատակներից մեկը դա է, որպեսզի հանրությանը եզակել այն մասին, որ Telegram-ում գործողները անբացահայտելի չեն, հա, որովհետև մեծ միֆ կա, որ եթե Telegram всё ախպեր չեն կարող բացահայտենք, sense մի բան կա, սա ոնց որ նպատակն է նա, որ այն մարդիկ, որոնք որ մտածում են կամ հետագայում կմտածեն այդ ամեն ինչի մեջ մտնել, իրենք իմանան, որ դա ապահով չի ընդհանրապես, քանի որ ապահովության մասին մեծ միֆ կա։ Այսպես է գործում, քանի որ Telegram-ը հենց ինֆորմացիա չէր տալիս ոստիկաններին, թե ովքեր են այդ ալիքի հետևում կանգնած, այստեղ արդեն գործը իր գործը արեց կրիպտոարժույթը, քանի որ ֆինանսական ամբողջ փոխանցումները կրիպտոներով էր կատարվում ու ոստիկանությունը ունեցել էր հնարավորությունը հասկանալ, թե որ դրամապանակում ապատկանում, հա, ու դրա պատճառն է, որ հա ինչքան ուզում ես կրիպտոյով աշխատի, վերջում դա ուզենալու ես դու սարքես ինչ որ արժույթ, ու ոնց որ այդ մասն է կարելի ասել, որտեղ վրիպում են ու այդտեղից բացահայտվում են։ Այսինքն իրավապահները ունեն իրենց գործիքները, որոնց մասին տենց ավելի լավ է շատ չմանրանալ, ավելի խորը չխոսել, որպեսզի չվնասենք, բայց իրենք ունեն իրենց գործիքներն ու կարողանում են, հա, հասկանալ թե ովքեր են որ ալիքի հետևում կանգնած, գնում են ձերբակալում են, հետո գաղտնաբարն ստանում ու արգելափակում են։ Այստեղ նաև կարևոր է հիշել անցած տարի սեպտեմբերի դեպքը կապված Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ, երբ որ իրան Փարիզում ձերբակալեցին, այնտեղ դատը տեղի ունեցավ, հետո այդ ձերբակալությունից հետո մեծ աղմուկ հանած գործից հետո Telegram-ը հայտարարեց, որ կհամագործակցի իրավապահ մարմինների հետ, եթե լինի դատարանի որոշում եւ կշատացնի մոդերացիան Telegram-ում, այսինքն այստեղ նաեւ այսալ հիշենք, էլի շատ կարեւոր ինֆորմացիա, որ այնպես չի, որ եթե դատարանի որոշումը չլինի, Telegram-ը օգտատերի IP հասցեները չի տա։ Ինչը կապված է Telegram-ի հետ, հա, օրինակ, տես Facebook, Instagram, մի խոսքով Meta-ն ու մյուսները շատ ավելի པարզ մոդել ունեն համագործակցելու իրավապահների հետ, հա, այսինքն ինչ որ խնդրեմ կա իրավապահները դիմում են ու միանգամից ունեն ինֆորմացիա։ Telegram-ը բարդ է այս ամեն ինչի համար, ու սա հենց այդ բարենպաստ միջավայրն է ստեղծել, որպեսզի հանցագործները Facebook-ում չվաճառեն, թմրան այլ Telegram-ում վաճառեն։ Շատ པարզ բան եմ ասում հիմա։ Դրա համար ոնց որ ոստիկանները գտել են այլ ուղի, ոնց շրջանցեն Telegram-ը եւ հայտնաբերեն հանցագործներին։ Շատ դեպքերում էլ ուղղակի կլադմեններին ուղղակի տենց Աստեղ հետաքրքիր է գիտես որ նա հիմա մի բան ասեմ, որ էլի տենց ներառված չի նյութում, երբ որ մասամբ է ներառված, բայց ինչա կատարվում, տես երբ որ դու ուզում ես կլադմեն ասվածը, հա, աշխատես, դու գրում ես ինչ որ վաճառող ալիքի, ասում ես ես ուզում եմ ձեր մոտ աշխատեմ, ասում եմ օքեյ, եթե դու ուզում ես աշխատես մեր մոտ, քո անձնագրի հետ, հա, դեմքիդ մոտ բայ սելֆի արա, ուղարկի ինձ ու ինչ որ գումար են ասում, ասենք $300, ուղարկի ինձ։ Երբ որ ինքը ստանում է քո անձնագիրը ու քո դեմքը, իր մոտ պահում է, չէ՞, որ երբ որ պետք լինի, դա շանտաժի գործիք կարա իր համար լինի, հա, ու դու տենց խելոք աշխատում ես իր համար, այսինքն չես թմրան դու չես վերցնելու փախնես։ Ու այդ տվյալները կան ու երբ որ ոստիկանները բացահայտում են, հա, հանցագործներին, թե ով կանգնած Telegram-ի հետևում, իրենք միանգամից նաև ստանում են կլադմենների տվյալները։ Այսինքն տեսնում են անձնագիրը, դեմքը, այս մարդը, ինչ նպատակով է գրել ու սկսել աշխատել։ Այսինքն միանգամից համ բացահայտում են Telegram-ի հետում կանգնած մարդուն, համ բացահայտում են կլադմեններին։ Ու դա էլ է ռիսկային նաև կլադմեն աշխատելը։ Իսկ հակառակ կողմից էլ Եվի վաճառները ավելի ապավագրված են, որովհետև եթե ոստիկանները ինչ-որ բայ գտնեն կլադմենին այդ կլադերը դնելուց, չեն կարողանա բարձել, թե իրենք չեն ճանաչում, թե ում հետ են աշխատում։ Այսինքն եթե Telegram-ի հետում կանգնած մարդը գիտի ով է կլադմենը, կլադմենը չգիտի ում հետ է ինքը աշխատում, ու այդքան ապահով չեն իրանք, շատ են ձերբակալում դրսում գիշերը, հա, այնց ինչ-որ նկարելուց անվտանգ գործի ու հոր չեմ տալիս ոչ մեկին աշխատել կլադմենում։ Նաև այս թեման է շատ քննարկվել, որ քաղաքում տարբեր պատերի, չգիտեմ, երևացող տեղերի վրա գրաֆիտիով թմրանյութ վաճառող Telegram ալիքների հասցեներն է գրված, սրա մասին էլ կպատմես։ Արի sense հիշենք, հա, այս վերջի տարիները, ոնց sense միանգամից Telegram-ը եւ թմրանյութերը ներխուժեց մեր հասարակություն, մի պահ բոլորն այդ էին խոսում եւ դրա պատճառներից մեկը հենց այդ էր։ Ու սա էլի մի օրինակ մարքեթինգային կայլ է,
օրինակ հենց Դավիթն էլ էր դա օգտագործում, հա, իրենց տարածելու, իրենց հարթակ զարգացնելու համար ինչ էին առաջարկում իրենք մարդկանց անել աշխատանք եւ վարձատրվել։ Ոնց որ այդ պատերի ներկողները նման էին կլատմենների, բայց այլ բանով էին զբաղված։ Օրինակ, չգիտեմ, խաղարկություն էին կազմակերպում եւ խաղարկությանը կարող են մասնակցել են մարդիկ, որոնք ինչ որ միտեղ պատին կներկեին իրենց կողմից նշված ալիքի անունը։ Հա, ու այդ մարդիկ դա անում էին եւ օրինակ շահում էին $1000 կամ մի քանի գրամ ինչ որ տեսակի թմրանյութ ու սենց ու ինչ որ մի շրջան կար, երբ որ ամբողջ Երևանում մի անգամից այդ ամեն ինչը սենց ավելացավ, լցվեց, հա, ստեղծվեց, որովհետեւ այդ էր պատճառը, որ ինչ որ շահ կար դրա մեջ, այսինքն մարդիկ դա չէին անում կլադմենները, դա չէին անում այդ Telegram-ի սեփականները, իրենք ուղղակի գտել էին թե ինչպես կարելի է դա անել ու միանգամից լցվեց ամբողջ քաղաքը դրանով։ Իսկ նաև կարևոր է նշել, որ ֆիլմում հիմնական շեշտը ոնց որ մարիխուանայի վրա է դրված, բայց բացի մարիխուանայից այլ թմրանյութեր վաճառող խանութները լրիվ նույն կերպ են գործում, այսինքն որևէ տարբերություն չկա։ Օրինակ գործընկերներից մեկն ասաց, որ մարդիկ մեկնաբանություն են գրում, ասում են ինչ է կենտրոնացել մարիխուանայի վրա, մյուսները վտանգավոր են բան, այստեղ իրական ընդհանրապես տարբերություն չկա, որ թմրամիջոցը դու կդիտարկես, որովհետև սխեման բոլորի պարագայում նույնն է, այսինքն բոլոր տիպի թմրանյութերը նույն ճանապարհով են ստացվում եւ վաճառվում։ Սա մարիխուանան զուտ օրինակ է։ Հիմա ասենք շատերն էլ ասում են ինչ է գրում կանաչը շուկա, ինչ է ցույց տալիս բան, ինչ է գովազդում եք։ Տես հիմա եթե դու կապ չունես, ասենք թմրանյութեր չես գնել երբեք, կապ չունես այդ ամեն ինչի հետ, դու ուղղակի չես կարող առնես։ Հիմա փորձի մտնես քո Telegram ու փորձես առնես, գրի, ասենք փորձի առնել, չես կարող, որովհետև այս ամեն ինչը տարավ նրան, որ հանցագործները հասկացան, որ իրենք բացահայտվում են։ Այդպես ապահով չի, որովհետև շատ հեշտությամբ իրենք բացահայտվում են։ Ու իրենք սահմանափակեցին հենց մուտքը, նույնիսկ ես երբ որ կոնկրետ նպատակով, հա, այսինքն հոդվածի համար, տեսանյութի համար բաժանորդագրվել էի դրանցից մի քանիսին, ես նույնպես դուրս եկա այդ ամեն ինչից, անկախ ինձնից, որովհետև իրենք ուղղակի սահմանափակեցին մուտքը։ Այսինքն ես էլ հիմա չեմ կարող պատվիրել, ոնց որ դա արել եմ հոդվածի տեսանյութի համար, հիմա այլևս չեմ կարող անել, որովհետև սահմանափակ է։ Ես կարծում եմ, որ իրենք ուղղակի թողել են իրենց համար վստահելի եւ իրենց մշտական հաճախորդներին ու այդ միջավայրում են աշխատում, որովհետև դրանից դուրս իրենց համար վտանգավոր է հայտնվելը։ Հենց հայտնվեն իրենց տվյալները միանգամից կարող են ստանալ, հա։ Ու հիմա երբ որ դու ուղղակի մտնես Telegram, ինչ ուզում ես գրի, այդ ալիքը դու կտեսնես, բայց ինքը քո համար հասանելի չէ, դու ոչ կարող ես իրենց գրել, ոչ կարող ես ինչ-որ բան տեսնել առհասարակ։ Նաև ռիսկը կա, որ թեկուզ եւ ինչ-որ մեկին գրես, քեզ կարող է հետո գցեն, որովհետեւ միգուցե իրական խանութ չլինի։ Այստեղ շատերը կան, օրինակ հենց մեկը կանաչ շուկայի հետ կապված, այսպեսի մի բան կար, որ քանի որ ինքը հայտնի էր դարձել այդ միջավայրում, որոշ մարդիկ նման համանուն, հա, ասեն շատ նման անուն էին բացում, հա, Telegram-ում ու առաջարկում էին նույն ծառայությունը, բայց իրանք ուղղակի խաբում էին։ Իսկ խաբելու պարագայում իրենց ոչինչ չի սպառնում, խի, որովհետև հանցագործություն է, բայց տուժողը երբեք չի գնալու ոստիկանություն, ասի գիտեք, ես մեծ թմրանյութ առնեի, ինձ ասացին ոնց որ օքեյ, բայց հետո չտվեցին, տենց չի լինում։ Այս պարագայում էլի բացահայտվելու շանս իրենք էլ ունեն, բայց ոնց որ պատիժը ավելի մեղմ է, հա, որովհետև իրենք իրականում չեն վաճառել թմրանյութ։ Խաբեությամբ են զբաղվել։ Ու այդպեսի շատ ալիքներ կան հենց կանաչու շուկայի անունով, այսինքն նման են, բայց իրականում խաբեություն է, որովհետև հենց հայտնի է եղել։ Հա, ուղղակի անունը կոպիա, ոնց որ բան, spam կայքերը կամ phishing կայքերը որ անում են։ Կրիպտոից մի քիչ խոսենք, կրիպտոն Հայաստանում շատ չի վերահսկվում, առանձնապես խիստ օրենքներ դեռ չունենք։ Երևի այստեղ նաև ընդհանրապես ուրիշ թեմա է, կարիք կա այդ օրենքներն ունենալ, թե չէ, բայց ամեն դեպքում Հայաստանում այդքան շատ չի վերահսկվում ու հիմնական առևտուրը տեղի ունենում կրիպտոների միջոցով, էլի միֆ կա մարդկանց մեջ, որ կրիպտոն չի վերահսկվում, սրա մասին եք խոսած, ոնց են վերահսկում կրիպտոն, ոնց են տեսնում գործարքները, ոնց են դուրս գալիս այդ գործարքների սկզբնաղբյուրին։ Տես, քանի որ շատ դժվար է այս թեմայով ընդհանրապես թմրանյութերի կրիպտոյի թեմայով հոդված գրել, առավել եւս ինչ որ հետաքննություն անել, ու երբ որ ինչ որ տվյալ է ստանում, նաեւ
անկախ քեզնից դու ոնց որ դու հասկանում ես, որ դա պետք չի հրապարակայնացնել։ Կրիպտոյի վերաբերյալ հիմա Հայաստանում օրենք համաշակում կարծեմ դեռ չի ընդունվել, վստահ չեմ, բայց արդեն մշակվում է, այսինքն մինչև այս ոչինչ չկար, ու այդ շուկան լրիվ ազատ էր, ով ինչ ուզում անում էր, ու կրիպտո արժույթն էլ այնպես չի, որ ինքը անվտանգ է, անհետագծելի է ու ով ինչ ուզի կարող է դրանով անել եւ այլ, հատկապես երբ որ մենք այնտեղ տեսանյութում խոսում ենք, որ իրենք դա կանխիկացրել են վճարումներ կատարելու համար եւ այլը, ու հենց դա է եղել պատճառը, որ իրենք բացահայտվել են իրականում, այսինքն ոստիկանները, Telegram-ը չեն ջարդել, sense ասած, այլ հենց կրիպտոն ա եղել իրենց հիմնական բանալին, բայց թե ոնց ես էլ 100%-ով չգիտեմ, որոշ բաներ գիտեմ, բայց ինձ թվում է դա էլ չեմ ներառել տեսանյութում, քանի որ ինձ թվում է կվնասենք այդպես հետագա աշխատանքներին։ Դրա համար չեմ ասի։ Կան կրիպտոյի համար տարբեր դրամապանակներ, կան տարբեր կազմակերպություններ, միտեղ դու լրիվ անանուն ես ու ինքը սահմանափակ հնարավորություններ է քեզ տալիս, եւ կան կազմակերպություններ, օրինակ Binance-ը, որտեղ դու գրանցվում ես անձնագրով, նկարով եւ այլն, ոնց որ կգրանցվես բանկում եւ ստանում ես դրամապանակ, որտեղ կարող ես գնել տարբեր տեսակի կրիպտոներ, այդ թվում կրիպտոն դարձնել ինչ որ դրամ, դոլար, եվրո։ Պետությունը հիմա եթե ես քեզ ինչ որ կրիպտո փոխանցեմ, իրենք դրա մասին չեն իմանալու, որտեղ չեն համագործակցում, բայց Binance-ը օրինակ էս բaragam մի քիչ ավելի բաց է ինքը, մի քիչ ինքը բաց է համագործակցում է։ Դավիթ Վան Հոկտեմբերյանի սխալն էլ երևի է դեր որ Binance-ը բայց դու այլ տարբերակ չունեն, էլի իրենք ուզում են դա օգտագործեն այդ գումարը, դու կարաս կրիպտո հավաքես, բայց հետո ինչ պիտի անես։ Այսինքն դու փող չես աշխատում, չէ՞, ունես կրիպտո, բայց ոչինչ չես անում դրանով։ Ու ինչ որ պահին դու ուզում ես դա օգտագործել, բիզնեսի պտուղները քաղել, ու այդտեղ ոնց որ այնց վտանգ կարթեն մեծ։ Ասում կրիպտոյի մասին շատ բաներ կան, էլի ջոխացված, ոնց որ Telegram-ի մասին, ոնց որ թմրա բիզնեսի մասին, լիքը այնց միֆեր կան, ու ընդհանրապես անվտանգ չէ այդ բիզնեսով զբաղվել, չակերտավոր բիզնեսով, որտեղ շանսը շատ մեծ է, որ դու կբացահայտվես։ Նաև ֆիլմում խոսում են նրա մասին, որ հենց ոստիկաններն էլ դրա մասին բաց խոսում են, որ Հայաստանը թմրանյութերի առումով տրանզիտ երկիր է, այսինքն այստեղ հիմնականում թմրանյութերը Հայաստանի միջոցով անցնում գնում են երրորդ երկրներ, հիմնականում գալիս են Իրանից, այնտեղ նաև ֆիլմում նկարագրվում էր, թե ոնց են օրինակ որոշ մարդիկ արաքսը լողալով անցնում, հետո թմրանյութերը գցում Հայաստանի տարածք, հետո այդտեղից մարդիկ գալիս վերցնում են, տանում են, տարածում են։ Մի քիչ դրա մասին խոսենք, որովհետև իմ կարծիքով էս կարևոր հարց է։ Չգիտեմ, ինձ թվում է, որ հիմնական պայքարը թմրանյութերի դեմ պետք է գնա ոչ թե թմրանյութ օգտագործողների, այլ այդ այն խողովակները վերահսկելու, որ Հայաստան ներս է մտնում թմրանյութ, այսինքն սա այստեղ սահմանների հետ կապված անվտանգությունը, ավելի խստացումն է եւ այլն։ Եվ արի մի քիչ սա մասին խոսանք, ինչ դեր է խաղացել սա քո ֆիլմում, ինչքան ես դրա վրա կենտրոնացել ու ինչ են ասում ոստիկանները կամ մաքսային աշխատողները։ Տես, օրինակ մարիխուանան, ինքը կարելի Հայաստանում էլ աճում է, նույնիսկ զուտ բնական միջավայրում առանց որևէ բան անելու ինքը աճում է։ Օրինակ այս պարագայում մենք ավելի կենտրոնացած դրա վրա, ու իրենք այստեղ են աճեցնում հիմնականում։ Դրա ներկրումը եւս կա ու էլ Իրանից, բայց կարելի է, եթե օրինակ պայմանական վերցնենք, ընդհանրապես չի ներկրվում, այստեղ կարող են աճեցնել։ Բայց ինչը վերաբերում է քիմիականներին, Հայաստանում մի դեպք է կարծեմ արձանագրվել, երբ որ բացահայտվել է լաբորատորիա, որտեղ քիմիական, այդ կրիստալ եւ այլ ասվածները, որոնք որ ստեղծվել են, արտադրվել են, այսինքն Հայաստանը որպես այդպեսին այդ մասով մի քիչ пассив վիճակում չկա։ Այդ ամբողջը ներկրվում է Իրանից հիմնականում, սահմանը անցկացնելու միջոցով, որովհետեւ Թուրքիա, Ադրբեջան, Պարզ ամեն ինչ Վրաստանից կարելի ասել քիչ է քանակը, հիմնականը Իրանն է ու նպատակը այստեղ թողնելը չի, այսինքն մեծ մասը նպատակը հանելն է Հայաստանի տարածքով այլ երկիր տանելն է, այդպիսի դեպք եղել է, որ ուզեցել են տանեն Ավստրիա, որ ուզեցել են տանեն Ուկրաինա ու եվրոպական երկրներ, ու
քան Իրանի հետ սահմանը մի քիչ ինքը ես այնտեղ եղել եմ, տեսել եմ դժվար է, հա, այնտեղ իրոք չես կարող ամեն մետրը վերահսկես։ Իսկ Իրանի կողմից փշալարեր չկան, մենակ Հայաստանի կողմից է։ Ու չգիտեմ, պարսիկների համար դժվար չի լինի, հա, գետը անցնել, երբ որ նորմալ պայմաններ են, բնական։ Ու դա ուղղակի շփրտել։ Այստեղ չեմ ուզում ոնց որ տարբեր մեթոդներ ասեմ, որ տենց չտարածվի, թե ոնց կարելի է դա անել, հա, բայց տարբեր ճանապարհներով ուղղակի այդ շորձև հայտնվում է Հայաստանի տարածքում, ու այստեղ կա արդեն մարդ, որը գիտի դրա մասին։ Գնում վերցնում, գալիս են ու իրենց գործը անում են։ Բայց մեծ մասը, հա, նպատակ ունի Հայաստանից դուրս գալ։ Բնականաբար ինչ որ քանակությամբ այստեղ էլ թողնելով։ Ես մի դեպք հիշեցի, անուններ չեմ նշի, բայց երբ որ ես չէ, դրա հետ կապված չի, բայց երբ որ ես 2019 թվականին գնացել էի Արցախ, այն հատվածներն էի գնացել, որոնք որ Իրանի հետ սահման ունեն, եւ ես այնտեղ շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվել, եւ այդ մարդկանցից մեկը ում հետ որ ես շփվել եմ, ինձ բավականին մանրամասն ներկայացրել է, թե ոնց է այդ ամեն ինչը տեղի ունենում, եւ թե որոշում կայացնողները տարբեր իշխանության տարբեր օղակներում ոնց են կապված այդ ամեն ինչի հետ, ու հենց այդ մեթոդը, որ նաեւ ֆիլմում ասացիր, ես այն ժամանակվանից գիտեի, որ բանով այդ արաքսը լողալով անցնում են, հետո կամ բան են ուղարկում դրոններով գալիս են։ Այդ տարբերակը ես էլ գիտեմ, բայց դա չասացի, իրականում դրոնով շատ փոքր քանակությամբ կարող են անցկացնել, այդպես հիմնականում չեն անում։ Այսինքն դեռ դեպք էլ չկա գրանցված իրականում, որ հարել են։ Գրանցված դեպք չկա։ Այդ դրոնով փորձում են թմրային նյութեր կամ ինչ-որ արգելված նյութեր ուղարկել քրեակատարողական հիմնարկներ, դրա մասին բաներ շատ են։ Օրինակ ԿԿՆ-ները անում են այդպես, բայց կոպիտ ասած նպատակը հարմար չի դրա օգտագործում, թե փոքր ծավալների մասին են այդ խոսքը սպարագայում։ Իսկ կապված տենց տարբեր օղակների հետ, հա, որ բարենպաստ միջավայր ստեղծեն, դա արդեն մենք լրագրողներով ոչինչ չենք կարող անենք, այդ արդեն թողած են մտածի, որովհետև իրոք շատ դժվար է այդ թեմայից խոսելը ու տենց հիպոթեզ առաջ քաշելը, առավել եւս դրանով զբաղվելը, ինձ թվում է դա մեր ուժերից արդեն վեր է։ Ոնց որ տեսնում թե հենց դրանով են կավարտում, որ անդադ զարգանում են տեխնոլոգիաները ու թմրա բիզնեսով զբաղվողները մոտ այն տպավորությունն է, որ իրենք իրական շատ տաղանդավոր մարդիկ են, նաև կրթված, որովհետև իրենք կարողանում են այդ ամեն ինչին համընթաց շարժվել, չնայած այդ իրենք իրենց ուժը օգտագործեն այլտեղ ավելի լավ կլիներ, բայց դա ու երբ որ ապահով չի լինում ինչ որ բանը փորձում են այլ ճանապարհ գտնել ու դրանցից մեկը հենց առաքանիներն են։ Հա, ուրեմն ենթադրենք, չգիտեմ, Ամերիկայից կամ այլտեղից դու ինչ որ ծանրոց ես ուղարկում Հայաստան ու այդպեսիք շատ են, այսինքն դու պատկերացրու ամեն օր քանի այդ տենց արկղ Հայաստան գալիս ու դրանք ամբողջությամբ տեսնել թե դրանց մեջ ինչ կա դժվար է։ Որոշները հաջողում են, որոշները բացահայտվում են, որ մեջը թմրանյութ կա, այսպես, հա, իրենց հետևանքներով եւ այլը, բայց սա էլ է դարձել ինչ որ ճանապարհ թմրանյութ ներմուծելու համար, չէ՞ նաեւ գուցե եւ արտահանելու։ Այ ֆիլմի պատրաստման ընթացքում ինչ դժվարություններ ես ունեցել, ինչ բարդություններ ես ունեցել, ինչներ այսպես ասած մարտահրավերային քո համար։ Դե երբ որ մտածում եմ թմրանյութերի մասին, ինչ որ տեսանյութ, հա, պատրաստել, ինչ որ բան փորփրել գտնել, այդ շատ բարդ թեմա է, շատ բարդ։ Օրինակ այն օրը քննարկում էինք, գործընկերներից մեկն ասաց, մեր խմբագիրը հետաքննություն ունի, հա, Դուբայում կապված նրա հետ, որ մարդկանց տրաֆիկի են ենթարկում կանանց եւ մարմնավաճառությամբ են ստիպում զբաղվել։ Եվ իրենք բոլորը գումար են դրանից աշխատում, բայց մարմնավաճառներից մի մասը ստիպված է դա անում, քանի որ ինքը այլ նպատակով էր գնացել, բայց պարզվեց այլ առաջարկ ունի ինքը։ Այս պարագայում հետաքննությունը էլի շատ դժվար է ստեղ հետաքննություն անելը, բայց կա օղակ, որը տուժել է այդ ամեն ինչի արդյունքում, որ այդ կանայք են, որոնք չեն ուզում զբաղվել։ Իրենք պատրաստ են քեզ պատմել ինչ որ բան, ասել որ այս ճանապարհն ենք անցել, այս մարդկանց մասին գիտենք, որը արդեն կամր բանալի է, ինչ որ դուռ բացելու։ Թմրանյութերի հետ կապված չկա այդ օղակը։ Այնտեղ բոլորը իրենց գործն են անում ու ոչ մեկ չի գալու ասի, գիտես, ես օրինակ վաճառում եմ կամ ես կլադմեն եմ կամ սենց, ոչ մեկ։
այսինքն ոչ մի բանալի չունես դու այդ աշխարհ մտնելու։ Այդ պարագայում արդեն շատ բարթանում է քո գործը ու պետքա սկսես դատական գործեր կարդալ, հասկանալ, ինքդ հասկանաս ոնց ստացվեց, որ այս մարդիկ ձերբակալվեցին, ինչով են զբաղվել, ոնց, որտեղ, երբ, ու միջոցով։ Ու այս ամբողջը արդեն տենց քո վրա է ամբողջությամբ մնում, դու պետքա գնաս փորձես, հարցուփորձ անես, զրուցես, կարդաս, հասկանաս։ Չկա ոչ մեկը, որ կգա քեզ կասի, թե այդ աշխարհի օրենքների մասին չի պատմի։ Բոլորը բիզնես են անում այնտեղ, էլի, ինձ ձեռք չի տալիս խոսել։ Այդ երևի գալիս է նրանց, որ Հայաստանը շատ փոքր երկիր է, ու տենց շատերին տենց մարդիկ իրար հետ ինչ-որ ձև կապված են բոլորը, բայց միջազգային լրագրության մեջ կան այդտենց շատ օրինակներ, երբ որ լրագրողը օրինակ Կլադմենի հետ գնում է ու լուսաբանում է իր աշխատանքը, այսինքն հենց իր աշխատանքի ընթացքում վիդեո նկարում, Կլադմենի դեմքը փակ է եւ այլն, բայց այդ ամեն ինչը ներկայացնում է կամ թմրանյութերի գործով զբաղվող տարբեր կարտելներ եւ այլն Լատինյան Ամերիկայում, Ամերիկայում, տենց լրագրության օրինակներ շատ կան ու շատ լավ օրինակներ են, բայց Հայաստանում հաստատ ոչ ոք պատրաստ չի։ Բայց տարբերությունը ինչու՞մն է, օրինակ, ասում ենք եվրոպական երկրներ ու Հայաստան։ Էլի այդ մշակութային տարբերությունը մտածելակերպի Հայաստանում կլադմեններին չեն ընդունում sense ձևակերպեմ, այսինքն այդ աշխատանքով զբաղվելը հարիր չի ու այդ մարդիկ իրականում ինձ գաղտնի են գործում եւ իրենց ընկերներից եւ ընտանիքից բոլորից գաղտնի են, չգիտեմ ինչի համար են դա անում, գումարի իհարկե, բայց այլ բան կարելի է անել իհարկե, բայց եւ անում են ու դրա մասին ոչ մեկի չեն պատմում, առավելևս ժուրնալիստներին երբեք չեն ասի, որովհետեւ այդ ընկալումը կա, որ կլադմենություն անելը հարիր չի, պատվաբեր աշխատանք չի։ Այս հասարակության ճնշումն էլ կա դրա վրա, այդ ամեն ինչի վրա եւ դրանից է նաեւ գալիս, որ իրենցից ոչ մեկը երբեք քեզ չի գա պատմի, թե ինչով են զբաղվում եւ ոնց, առավել եւս որ թույլ տա քեզ նկարել այդ ամեն ինչը։ Այ հենց այդ է բարդությունը այս թեմայով ինչ որ բան բարձելու, գտնելու եւ ինչ որ բան ստեղծելու, որովհետեւ ոչ մեկ այդ օղակում քեզ ներս չի թողնի։ Այնտեղ նյութում կարծեմ կար, որ գտել էր մի հոգու, ով որ զբաղվել է վաճառքով, ինքը քո հետ խոսել է, թե ուղղակի տատական գործերի միջոցով ես գտել։ Տես մենք ունենք, տենց մարդ, մենք իր ուղի խոսքը չենք ներառել ֆիլմում, ուղղակի զրուցել ենք իր հետ, իր պատմությունից տեղյակ ենք, ոչ մի ձև իրեն ֆիլմում չենք ներառել։ Ինքը զբաղվել է, հիմա շուտ ֆանից չի զբաղվում, նաև ձերբակալվել է, ու տենց խնդիրների մեջ ա եղել ժամանակին, հիմա ազատության մեջ է, ամեն ինչ նորմալ է իր հետ կապված։ Ու ինքը պատմեր, թե ոնց է այդ ճանապարհն անցել, մենք դրա մասին ֆիլմել ենք նշում, որ մեզ պատմել է այս մարդը այդ աշխարհի մասին, եւ դա էլ է ինչ որ չափով բանալի եղել, որովհետեւ մենք կարողանանք առաջ շարժվել, բայց դժվար է տենց մարդ ճարելն էլի, այդ ուղղակի պետք է շատ տանջվես ու լիքը հետաքրքիր բաներ ա պատմել, բայց դա կարելի ասել իր պատմությունը երրորդ դեմքով մենք ներկայացրել ենք, նոր բան ասած չեմ լինի հիմա։ Վերջում էլ ասեմ, որ այն թմնոց որ մենք գնել ենք չեմ ծխել, անկեղծ սուտի ուղղակի ոչնչացվել է, ես չեմ ծխում։ Շատ լավ։ Մերսի Արեն, իսկ դուք անպայման նայեք Արենի ֆիլմը, այն հասանելի է հետքի YouTube-յան ալիքում, նաև բաժանորդագրվեք մեր podcast-ին, կանք Apple Podcast-ում, Spotify-ում, նաև YouTube-ում, կարող եք միանալ մեր Facebook-յան խմբին, ուղղակի գրեք հետք podcast եւ կգտնեք այն։ Շնորհակալություն, մինչ նոր թողարկում։